Ինչ վերաբերում է փակ շուկայում։ Ուրեմն եթե փակ շուկան կառուցած լիներ մի ուրիշ կուսակցության անդամ, ասում բարգավաճ, ես չգիտեմ ինչ կուսակցություններ հիմա տարբեր հակ, կուսակցություններ կան, հաստատ որևէ մեկը ձեն չեր անում, այն ինչ կառուցում է Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, դա նույն մասը պետք է գնա, դեպ որ խոսքը վերաբերվում է կառուցելու մասին, քանդելու չէ։ Մարդը կառուցել է գեղեցիկ, շատ սիրով, ինչ-որ շուկա, ու բոլորին, չգիտես ինչ է, հասարակությունը, որևէ մեկը չի ուզում, ասի ինչ է, ձեր ուզածը ինչ է։ Ասեր գրանտների մի երկու կոպեկ ինչքան կարակ ատեք ես երկիրը, ինչքան կարակ զզվեք ես երկրից, մի երկու կոպեկ ձեր այդ գրանտների խաթր, գնացել եք ու վարկապետում եք շուր, ինչ էր, այդ շուկան մինչև այդ ինչ էր, բոլորիս աշկը, հիմա գեղեցիկ քաղաքակիրթ առևտրի կենտրոն շուկա ու մենք բոլորս չգիտես ինչի դժգոհ ենք։ Այդ առումով ես ուղղակի կուզենայի այդ խորհուրդ տա այդ մարդկանց, որ Սամվել Ալեքսանյանը այդ լավ պաստառ էր կպցել շպիոններ են այդ մարդիկ և ես կարծում եմ, որ պաստառը ճիշտ էր վերաբերվում, այդ մարդիկ գրանտներ ստանալով վճարել, ինչ գալիս են անկապ կանգնում են մարդկանց վարկաբեկում են։ Եվ գնացեք բոլորդ նայեք, ինչ փայլուն շուկա է, և հիանում եմ այդ շուկայով և ուրախանում, որ նման մարդկա ու իմ առավել ևս որ իմ ընկերն է, և այդ նման գեղեցիկ բաներ կառուցում մեր քաղաքում։ Ինչ պատմաճարտարապետական տեսք։ Այդ կարող եք ասել, այդ որ ապօրին փողոցում 20 հարգանի շենք էին կառուցում։ Բայց մեկը դու մեկը ձեն չարեցիք, որ ապօրին փողոցը տենց փչացրեցին։ Այդ շուկայում արտաքին տեսքը պահպանվել է, ամեն ինչ արվել է և գեղեցիկ իրան ավելի թարմացվել, ավելի սիրունացվել այդ շենքը։ Ինչ պատմաճարտարապետական, այդ ինչ կար է պատմաճարտարապետական, որ քանդել են։ Միգուցե ես չեմ հասկանում, դուք կարողանաք ինձ ասեք, ինչն են պատմաճարտարապետական քանդել։ Ուզում եմ մեկը ինձ, կարող է ես չեմ հասկանում, այ դուք կարող եք ինձ ասել։ Իսկ Զվարթնոցի շենքի քանդման մասին։ Հələ մի րոպե դուք իմ հարցի չպատասխանեք, ձեզ հարց տվեցի։ Լավ եք անում, ես ուզում եմ հասկանամ, եւ կարող է ես չեմ հասկանում, ինչ պատմաճարտարապետական տեսք գործը ինչ է, կարող որը մասնա քանդվել։ Երկրորդ հարկ են կառուցել։ Լավ են արել, կարան 5-ի հարկ։ Բայց ես էլ ընդհանրապես 25 հարկ կառուցեի։ Որովհետեւ երբ որ դու տեսքը պահում ես, դա նորմալ է, դուք իմ հարցին չկարողացեք պատասխանել։ Ինչ պատմաճարտարապետական Ես ասացի, պարոն։ Ինչը, որ երկրորդ հարկը։ Կամարներն են փոխվել։ Ինչը։ Կամարները շուկա չկա այնտեղ, ուղղակի սուպերմարկետ է դարձել։ Դա պատմաճարտարապետական տեսք է, կամարը ներսի։ Պատմաճարտարապետական տեսքը դա արտաքին տեսքն է։ Իսկ ինչ վերաբերում է Զվարթոց օդանավակայանին, ես ազդմորեն եմ ասում, ես ինքը չեմ կարծում, որ դա ամրությունները նրա համապատասխանում են, որ կարելի է այդ գումարները ներդնել ամրացնել կամ որտեղ անհետեթություն կլինի, դες մեծ գումարներ ներդնել ամրացնելու համար։ Դա դուք ոչ մեկը երևի շինարարություն չեք արել, չեք էլ պատկերացնում։ Ավելի լավ է նոր գեղեցիկ շենք սարքել, քան թե մի երկու մարդ ինչ-որ որոշել են, որ դա պատմաճարտարապետական կառույց է։ Ընդրեմ։ Պարոն Հարապետյան, մի հարց, ուղղակի ճշտող հարց, որպես եմ ուզում իմանալ, ճիշտ է, որ ֆուտբոլի ֆեդերացիան նոր թանկարժեք ավտոբուս է ձեռք բերել հավաքականի համար Տեխնոմարտնիշի մոտ 400,000 Ինչ։ Ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ է, որ նոր թանկարժեք ավտոբուս է ձեռք բերել հավաքականի համար։ Վերջին շրջանում կոնկրետ։ Վերջին շրջանում վերջի 10 տարում։ Չէ, վերջին 1 տարում։ Չէ, վերջին 1 տարում դες բան չկա, սուտ է։ 1 տարի 1 ամիս անցել, չգիտեմ։ 1 տարի 1 ամիս անցել է սուտ։ Նման բան։ 2 տարի առաջ էլ է սուտ։ Այ 3 տարի առաջ ասես կասեմ այո։
Ինչա։ Ինչը։ Որ լրատվամիջոց, ես լաս։ Մարտիկ է։ Մարտիկ։ Չեմ գնացնի Google-ը ականջես։ Ում։ Google-ը ասել։ Հատը պարզա, բարգավաճի ու կոմիսը ղրգաց հարց։ Այո, ձերք եմ բերել նորաբե ավտոբուս 3 տարի առաջ, փայլուն ավտոբուսը, ոչ թե 450,000-անոց, այլ 450,000 արժողությամբ, բայց 240, ինչպես? 240,000 դոլարով ենք ձեր բերել, որը լրիվ նոպնոր։ Ոնց կարա ենթատեք չելի, դες այդ հարցը իշկան են տվել, դες 3 տարի դրամած, ոնց կարա ենթատեք չելի, արցին եմ Google-ի լրատվամիջոցը, ոնց կարա, առանց ենթատեքստի կա, բայց ես մի քիչ առաջ ինչ է ասում, Աշոտոր հարց տվեց, տղեկ ջան, դուք աշխատեք ծառայել հասարակությանը, մարդկանց անձնական շահերին մի գործ չունեք, եթե բոլորդ ստեղ ֆուտբոլ եք սիրում, սպորտ եք սիրում, գիտեք ինչ, Հայրապետյանը կամ նախարարը կամ օլիմպիական կոմիտեի նախագահը դրան գնացող մարդիկ են, բոլորս մնացող չեն, դուք մտածեք ինչպես օգուտ տալ այս պահին, թե չէ փորձել ինչ-որ վարկաբեկելով կամ սուտ հերուրանքներով, դա ճիշտ չի, մենք սաղս գնացող, այո, ասում եմ, ես սովորական մահկանացու եմ, նույնը Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, նույնը օլիմպիական կոմիտեի Յուրիկ Վարդանյանը լեգենդա, պատմության մեջ ամրագրված մարդ է։ Նրա նկատմամբ պետք է շատ դուրս լինել, ու զգուշ, որովհետև մեր հպարտությունն է, 10 միլիոն մարդ գոնե բիվարկեն օդ է թռվել։ Մոռանում ենք, հիմա թշբախ դեպքը պատահելով սկսում ենք մարդուն ինչ ասես ան, տենց չի։